վատթարագույն դեր խաղաց այդ հավաքի համար, ուրեմն հայության այն մենտալիտետային տարածված կարծրատիպը, որ ինքը ռուսասեր է եւ իրականում մի ստվար զանգված գա եւ ռուսամոլ է։ Այսինքն հաշիվն էսպես է, կխփենք Ռուսաստանի բանին, հայությանը Արցախում, հայությունը թուրքական գործոնի ազդեցության տակ, հայտնի բանաձևով, որ տեղ չունի փախչելու եւ կմիանա ուրեմն Ռուսաստանին։ Այսինքն 44 օրյա պատերազմը սկսվեց, որ Ռուսաստանը անդամակցի կամ բռնակցվի։ Այսինքն ռուսկի միրը հիմա դա ինչ տեսքով կլինի, կարևոր չի։ Ընդ որում դա ֆեդերալ չի լինելու, ինչպես սովետական, ես իրենց կոնցեպցիան։ Դուք կարծում եք Հայաստանի պետականությունը վերացնելը միանշանակ է։ Ուրեմն ես քառօրյա պատերազմի Դե եթե կներեք, դա էր ինչու հզոր Ռուսաստանին, ընդ որում այդ ժամանակ Ուկրաինայի հետ պատերազմել չուներ, դա չհաջողվեց։ Ուրեմն բարձվեց, որ Ռուսաստանը հզոր չի։ Հզորությունը ուռճացված էր։